Տիգրան, խնդրեմ եւս մեկ անգամ ներկայացնես միջադեպը եւ կոնկրետ քո պահանջը քննչական կոմիտեից։ Կոնկրետ իմ պահանջս քննչական կոմիտեից նայա, որ ինձ անհիմն տեղի առանց փաստով, առանց ինչ-որ մի մեղադրանք, որ իմ վրա ներկայացված է, չկա։ Բռնել են տարել ինձ Հավայինդե հարցաքննել առաջին օրը։ Էլի ոչ մի բան, ոչ մի տեղ չեմ դիմել, որ անհիմն է։ Երկրորդ օրը որ տարել են բռնել, ծեծել, հայհոյել, այդ ծեծել է էլի հեչ, եթե հայհոյած չլեն, այսքան բանը չերնի։ Հիմա իրանք պետք է օրենքի մարդիկ են, իրանք օրենքի, մենք իրանցով ենք արխային հելնում ես պետությունը մքայլում, իրանքը մեր պաշտպանը քաղաքի մեջ։ Հիմա բռնում նա մեր մարդուն տանում բեսպրիձելավարի բռնում տփում։ Աղմուկից հետո փորձել են ձեզ հետ կապվել, գուցե հանգուցալուծել խնդիրը, որպեսզի չհասնի աղմուկը ավելի մեծ չափերի։ Չէ, տենց էլ դրանից հետո որ մեր բարեկամները եկան ասան ինչի եք Տիգրանին բռնել, ասել են Տիգրանը ձերբակալված է։ Հետո այո։ Այո, ոնց օրենքը պահանջում է, ոնց որ մարդիկ օրենքով շարժում են, իրանք իրանց պատասխանը պետք է տան։ Ամեն մարդուն վերցնում են տանում։ Հիմա ես ոնց այդ քաղաքում սրանից հետո ապրիմ, եթե իրանց այնը որ համապատասխան օրենքով չպատժեն։ Այդ դրանից հետո ես որ դե ապրեմ պետք է վախենալով ապրեմ, ելում է պետք դե ապրելը։ Կարող է այս դեպքից հետո մի ամսից հետո գանել ասին արի գնանք 2 րոպե զրույց անենք, էլի տանեն տես տփեն էլի գանգստեր, ասինք մեզ տարել են տփել, չկարանանք ապացուցենք։ Հիմա ամեն ապացույցել են ակավականները ոնց են եկել վերցրել ինձ անհիմն տեղի տարել։ Իսկ ձեր մամնի վրա կան ծեծի պաշտպանման հետ։ Դե բժշկական որ գնացել եմ հիվանդանոց են դե ասեն որ գլխի այս ականջիս հատվածում սանջարդը կա։ Արձանագրվել է։ Այո։ Երեք հարուցվեց պաշտպանման մասով իրական գործ։ Հա, քնիչը կանչեց, հարցաքննեց, ինչ ձեզի պատմում է։ Այո, ասելա գործ ուղարկել ենք Երևան։ Իսկ գործը հարուցելուց հետո նորից բժշկական փորձարկումություն եւ այլն։ Հա, գնացել ենք կներեք դատական բժշկի, քնիչը տարել է, այո։ Ինչ ա եղել այնտեղ։ Դե բժիշկը նայեց, գրեց, արձանագրեց, всё գնացինք քնչական։ Արձանագրեց, որ կան մամնի վրա վնասվածքներ եւ այլն։ Ինձ բան չի ասել քնիչը։ Փաստաբանի հետ է խոսել։ Հա։ Ուրիշ հարցեր կան։ Այո, Տիգրան, դուք նաև դեպքից հետո նաև այն կայքը, որը տարածել էր հաղորդագրություն ձեր միջադեպի մասին, նշել էր նաև, որ կարծեք փորձում են նաև ազդել, գտնել աղբյուրները, ովքեր որ բացահայտել են, տեղեկություն ունեք դուք, թե ով է հետաքրքրվել, գուցե ոստիկաններն են հետաքրքրվել, ուզել են հաշվի հարդար տեսնել, ինչ ինֆորմացիա ունեք այս առումով։ Ես մենակ կարա մի բան մտածիմ, ես էլ անտեղի տեղը չեմ կարա մարդուն մեղադրին, որ իրանք տենց իրանց բեսպրիձելավարի պահում են, իս նման տենց լիքը մարդկանց տարած կնեն այդ տենց տանջացել է ասած, են աստե մի հատ կնիկ կա իմ հետ եկալա, ինքն էլ կուզի, իրա տողունել են տարել այդ տենց երեկա իմ հետ կապնվել, հա, նույն բաժնում, ես էլ այդ կնիկն այրեք իմ հետ կապնվել ասելա ուզում եմ ես էլ գամ իմ բողոքիս, դե չգիտեմ, թող ես կնիկը մոտիկանա իրանց։ Այդ ձեր բարեկամներ եք, որոնց տնից գողություն են արել, ձեր ինչն են, ասել են ինչն են արել տնից եւ այլն կարակ ասել։ Դե ես որ ճիշտ ասեմ չեմ ոսկե են տարել, տենց են իրանք ասում, բայց դե որ ամա ես չեմ ուզում դրանից խոսամ էլի, որ մի բանի հետ կապ չունեմ։ Ինչքան ժամանակա Վանաձորում եք աշխատում։ Մի տարի մի ամիս է Վանաձորում ապրում, հələ կյանքում ոստիկանություն ոչ ընկածում, ոչ մի անգամ շունս մի աղջիկ պատահական վերցրեց տարեց իմանալով որ տեր չունի, գնացել եմ դիմել ասել եմ կարակ կամերաներով իրար հետ օգնին գնանք շունս ճարենք, էտա այսքան վաղտան դեր ես ոչ ոստիկանությունում ընկած, ոչ ինձ նորմալ որպես քաղաքավարի, որպես քաղաքացի դե ապրել եմ,
նորմալ ձևի։ Լավ, միջադեպը այդ օրը ոնց է եղել, ձեզ զանգահարել են ձեր ազգականները, ասել են, որ իրենց տանը գողություն եղել, այդքանի մասին տեղյակ եք։ Դուք ում հետ եք գնացել այնտեղ եւ ոստիկանները հենց իրենց տնից են ձեզ տարել բաժին։ Չէ, ես որ ինձ զանգել են, ասել են գողություն ա եղել, ես այդ վաղ մեր բարեկամի այդ աղջկա այդ մեր բարեկամի աղջկա papayi հետ էի մեկել իր երեխու Արցախ պուրակում։ Դե Վանաձորում մենակ մի հատ այգի կա կոչվում է Արցախ պուրակ։ Այնտեղ եք զանգահարեցին, դուք գնացիք հետո։ Հետո այդ դեպքից հետո որ ոստիկանները եկան, ասեցին դուք գնացեք, որ ասեցին բարեկամա դուք գնացեք, ես եկա տուն, գիշերը զանգեց Կրիստինա, մեր բարեկամը, թե բա ամուսինս նորից գնացել է գործի պապանել տուննա, կլինի հետս գազ քնչական կոմիտե, որ մենակ չլինի։ Ասել եմ հա խիչ եմ գա, շուր ես հակել եմ իր հետ գնացել ու դեից առաջի անգամից 14-ին գիշերը ասում են, որ մտել ենք, որ Կրիստինայից պետք է քննեին, ասում են կարաս մի րոպեով գազ, գնացել ենք երկու, ես գնացել եմ զուտ դե որ այդ աղջիկը իրանց, հա, ինքը իրան քննին, հարցաքննին, պրծին իր հետ որ մենակ, հա, էդ էլ այդ աղջիկն է ինձ զանգարել ասել, դեից առաջի անգամ 14-ին ինձ տարալ հարցաքննալ, էլ այդ տենց գրուպի ձևերով, բան յոգորտ անգամ եմ ու յուս օրը 3:30 տոլիկ 40 15:30 տենց եկան թե կոմոտիկանաս ու տենց տարալ այդ տենց վեխը թե հանի էսա մշակում են քեզ էսա պրիզնա տարի բանը դու ես կազմակերպել ես ասում եմ եթե ես եմ կազմակերպալ ապացուցի ես կյանքում տես բան չեմ անելի որ անողել ելնեի հենակ ասեի տոնը մարդ չկա հետո գնացեք գողություն արեք ես այդքան կազմակերպողի նմանում ասում ես բոլոր սրբությունները ուսում երթուն պետն ասում որ դու պրիզնատ գաս ես քեզ տեից չոր կահանեմ ես կահանեմ ես ասամ ես ոչ պրիզնատ գալի բան ունեմ ոչ էլ ես եթե ինչ որ մի բան կա իմ կոնկրետ իմ անձի նկատմամբ ես ոչ մեկին ոչ կարա մեղադրիմ ոչ է կասկածիմ դե գլուխս ամեն տեղից ուռած էր ես առաջի անգամում տես ցես կերալ որ ասիմ հա ինչի համար ասում է խոսա պրիզնատ տարել են ծեծել որ պրիզնատ գան որ ես եմ արել գործը փակեն գնա ինչի համար ես ինչ իմանամ իրանք ինձ ինչի համար էին ծեծում այդ հարցը իրանց պետք է տակ Տիգրան գիտեին որ դուք նաև պատերազմի մասնակից եք հա ինձ դե առաջի անգամ որ խփել են ասում լավ է չեք ամանչում մենակ տողում բեալը կստան ինը տեղը տփումը կասում լավ էլ գիտեին իրանք Ձեր բարեկամները հետո չգնացին ասեն ինչ է կարել մենք չենք եկալ եկալա մեր բարեկամը Կրիստինան եկալա թե ինչ իմ քով Տիգրանին բերած թե իրանք ասել են Տիգրանին կալանավորել ենք դե մա ես էլ ուզում եմ հա ձեր փակալել ենք ինչ իմ քովից ձեր փակալա Տասնմեկի դե որով շահաշվեց 14-ն ու 15-ը համարյա մի օր դե եմ եղել դե 14-ին գիշերն էլ են տարալ դե առաջի օրը հետո 15-ին ուրիշ հարցեր կան ես կարամ գնամ